Ողջույն։ Բողոքի ակցիա էին անում Արարատ ցեմենտի աշխատողները գործարանը բացելու պահանջով։ Վարկեր ունեն, պարտքեր ունեն, ընտանիք են պահում։ Զուտ Փաշինյանի կապրիզների պատճառով փակել են բիզնեսներ, տասնյակ հազարավոր անձինք մնացել են անգործ։ Նիկոլն ուզում է վատություն անել Ծառուկյանին բիզնեսներից, որը փակելով, որը խլելով, բայց դրանով վատություն են անում հազարավոր ընտանիքների, զրկելով ապրուստի միջոցից, անհարմարություններ պատճառելով։ Ասենք փակել են մարզական ակումբ, որն ունի բազմաթիվ աշխատողներ, բայց նաև ունի հազարավոր այցելուներ։ Ու հետաքրքիր է, եթե բողոքի ակցիա չանեին աշխատողները, օրինակ ցեմենտի գործարանի, կհամաձայնեին գործարանը վերաբացել։ Հիմա համաձայնություն են կացել ու չգիտեմ կվերաբացեն թե ոչ։ Առաջ բողոքում էին, թե սահմանափակեք Իրանից ցեմենտի ներկրումը, որ հայկական արտադրանքը չտուժի, բայց կառավարությունը ընդհակառակը հայկական արտադրանքն է փակում։ Այսօր ասում է, մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն։ Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման ճանապարհն է։ Երևի նկատի ունի գյուղարտադրանքը կամ ողջ արտադրանքը, իսկ ինչին պետք է հարմարվեն։ Վնասով աշխատելուն, անհիմն խուզարկումներին, բիզնես խլելուն կամ փակելուն, ինչու պետք է հարմարվեն։ Տնտեսության քանդում հետ երբ դարձավ ինքնիշխանության ամրապնդում։ Գյուղմթերքի արտահանման հերը անիծել են։ Հիմա ասում են այլ շուկաներ մանեկեք, հարմարվեք։ Ինչին հարմարվեն։ Ոնց հարմարվեն։ Թե բա Մարտակոսը ծիրանը Եվրոպա է հասցնում։ Եկեք ազգովի ուրախանանք, որ չունենք Եվրամիության անդամակցության տեխնացուի կարգավիճակ, բայց առանց մաքսի արտահանելու ենք Եվրամիություն։ Բայց պաշտոնական թվերն ես նայում, հայկական գյուղմթերք Եվրոպա ամբողջ հունիս ամսին չի գնացել։ Ընդամենը 45 կիլո ելակ, մեկ էլ բիբար ու կեռաս, 2 երկիր այնել։ Այդքանը։ Սրա վրա ասում է եկեք ուրախանանք։ Ուզում եմ հասկանալ, ինչու ենք այդ գինը տալիս։ Արտադրողը, արտահանողը, գյուղացին, ինչու պետք է Ռուսաստանում ապրող հայերը հայկական ծիրանը չառնեն որպես հայկական, առնեն որպես ադրբեջանական կամ պարսկական։ Գնան փնտրեն հայկական ծիրան։ Ինչու պետք է հայկական ծիրան անցնի երկար ճանապարհ եւ ըստ մամուլի որպես ադրբեջանական Ուզբեկստան գնա այնտեղից մտնի Ռուսաստան։ Սա քո արտաքին քաղաքականության ձախողումն է։ Ինքնիշխանություն բան լոլոներ են։ Գնա պատմիր քո կուսակիցներին, ձեր ժողովներում։ Գնա իրենց համոզիր, ձեզ համոզիր։ Ակնհայտ է, որ մենք մեր բարեկամ երկրին սարքել ենք թշնամի, ու ակնհայտ է, որ դա եղել է քո ձեռամբ, քո գործողություններով, քո որոշումներով, ձեր թշնամական վերաբերմունքի արդյունքում։ Վատ էր, որ ապրանքել էր գնում, գազնել էժան է, հոսանքնել։ Ինչի՞ պիտի ազգովի վճարենք քո ձախողականության եւ արկածախնդրության համար։ Քեզ ժողովուրդը դա է ասում, ոչ թե հավատում է կամ չի հավատում, Եվրոպա կհասնի ապրանքը թե չէ, երբ կհասնի կամ չի հասնի, ֆիտոսանիտարական նորմերին կհամապատասխանի թե չի համապատասխանի։ Տարիների վեր հայկական ծիրանը գնացել է Ռուսաստանի Դաշնություն եւ որևէ նորմի խնդիր չի եղել, բողոք չի եղել, առել, տարել են, բիզնես են արել, փող է մտել բյուջե ու գյուղացու գրպանը։ Հիմա սրանք քանդել են համակարգը ու սկսում են մսխել հարկատուների փողերը։ Ասում են, եթե որևէ մեկը կարողացավ արտահանել ծիրան, պետբյուջեից նրան կվճարենք փոխհատուցում կիլոգրամի համար 200 դրամ, սալորի դեղցի համար 250 դրամ, կեռասի համար 400 դրամ, կոնյակի 1 լիտրի համար 830 դրամ, հանքային ջրի համար 150 դրամ, ծաղկի համար 37 դրամ։ Իսկ եթե Եվրամիություն արտահանվի 50 դրամ հատի համար։ Հունիս ամսվա փոխհատուցումը 3 միլիարդ 140 միլիոն դրամ է։ Արտահանման գլխավոր ուղղությունը քանդել են, հարկատուներից փողերից փոխհատուցում են միլիոնավոր դոլարներ, հունիսի համար 8 միլիոն դոլարից ավելի։ Այսինքն այն գումարները, որ հարկատուն վճարում է երկրի զարգացման, երկիրը երկիր դառնալու համար, սրանք դա տալիս են որպես իրենց բերած աղետների փոխհատուցում։ Փողը, որ պետք է դառնար թոշակ, աշխատավարձ, դպրոց, ճանապարհ, անվճար ուսուցում, գնում է Նիկոլի բերած աղետի թեթևացմանը։ Այն էլ ոչ բոլորին, հազարավոր մարդիկ լոլիկը, ծաղիկը, թութը թափել են, նրանց փոխհատուցում չկա, փոխհատուցումը միայն արտահանողներին է։ Իսկ նրանք ինչու են թափել։ Որովհետև Նիկոլը քանդել է արտահանման հիմնական ուղղությունը, նոր շուկա չի ստեղծել։ Հիմա էլ ասում են գազնել կարող է թանկանալ։ Ուզում եմ հասկանալ, ինչի պիտի թանկանա։ Ինչու այս ամենը եղավ մեզ հետ։
որովհետև դու գնում ընկնում ես եվրոպացիների ու չգիտեմ ում խելքին։ Ռուսն ասում է իմ երկրի շահերն են պաշտպանում, ասում է ինձ հետ մի թշնամացիր, բայց որ թշնամանում ես, պատրաստ եղիր քո ժողովրդին դրա պատասխանը տալ։ Հիմա մեր ժողովուրդը քեզ որպես հայ ժողովրդի ներկայացնող ճիշտ է չընտրված, բայց պետությունը ղեկավարող անձ այդ հարցն է տալիս, այդ պատասխանն է պահանջում, ինչի պետք է ես այս գինը տամ, ինչի պիտի ես չկարողանամ ծիրանը հանգիստ արտահանել։ Դու էլ ուրախ լինես, որ բերքը շատ քիչ էր, իսկ եթե շատ լիներ, ինչ էիր ասելու։ Ռուսն է մեղավոր։ Իսկ ինչ է ռուսը կամ որևէ այլ մեկը մեղավոր, ոչ թե դու, կասես։ Չէ որ դու ես 8 տարում բացի աղետից ուրիշ բան չես բերել։ Էնա, առյուծին քնացնում սպանում եք, ասում եք ծերեր։ Դրա համար էլ չարթնացավ քնեցումից։ Ոչ, դրա պատճառով չէր, այլ ձեր ապօրինող գործողությունների։ Տարիքը մեղավոր չէր, ոչ էլ մեր գյուղմթերքի չարտահանման համար է մեղավոր որակը կամ Ռուսաստանը, ոչ էլ Արցախի հանձնման մեղավոր Ալմաթայի հռչակագիրներ, ոչ էլ գաղափարախոսությունն է սխալ, ինչպես դու ես ներկայացնում։ Շատ էլ ճիշտ, ազգային գաղափարախոսություններ, մեր հայրենիքներ, 41,000-ից ավելի քառակուսի կիլոմետր, ոչ թե հիմա քո դոշին կախած 29,743 քառակուսի կիլոմետրի նման, որի մի մասին էլ չես տիրապետում։ Հայրենիքը 40,000 քառակուսի կիլոմետրից ավել էր։ Մենք էլ երջանիկ էինք, որ գնում էինք Արցախ, մեր եկեղեցիները մեր հողը ժինգյալով հաց էինք ուտում, չէինք ուզում, որ մեր երկրում ամեն օր պղծեն մեր դարավոր կոթողները, քանդեն գերեզմանները եւ հայկական սիմվոլները։ Այս ստորացումներին պետք է չընթարկվեինք, բայց եկավ մեր գլխին կպավ, որովհետեւ պատճառը դուք եք։ Ամեն ինչ եք վարի տալիս ու արդարանում։ Մեղավորը դուք եք, միայն դուք։ Կարճ ասած։ Մարդամեկն ասում է, մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն։ Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման ճանապարհն է։ Ես չգիտեմ ձեր հասկացած ինքնիշխանությունը որն է, բայց հերիք չէ, ինչքան մենք պետք է զիջենք, նվաստանանք, հանձնենք, տառապենք այդ ձեր պատկերացրած ինքնիշխանության համար։ Ուր, մինչև ուր է պետք զիջել։ Հերիք չէ քո արկածախնդրության պատճառով վարի գնանք։ Սրանք ինքնիշխանություն բառի տակ թաքցնում են իրենց տապալումները։ Քանի դեռ նա այնտեղ նստած է, ազգովի շարունակելու ենք վճարել նրա ձախողումների գինը։